Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դատախազության աշխատողի օրվան նվիրված միջազգային համաժողովում Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շարունակում է վարել զրո հանդուրժողականության քաղաքականություն կոռուպցիայի եւ կոռուպցիոն դրսեւորումների նկատմամբ։ Նրա խոսքով այդ քաղաքականությունն անշեղ է եւ իշխանությունները հետեւողականորեն առաջ են շարժվում այդ ուղղությամբ, ամրապնդելով օրենքի գերակայությունն ու պետական համակարգի վստահությունը։ Հուլիսի 1-ին Պաշտպանության նախարար Պապիկյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված Հայաստանի ռազմական կցորդների հետ։ Ռազմական կցորդները ներկայացրել են կատարված աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում գործակցության ընթացքին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է զինված ուժերի բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները, տալով համապատասխան հանձնարարականներ։ Ազգային ժողովը սկսել է քննարկել էներգետիկայի մասին եւ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխությունների նախագծերը Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման գործընթացը սկսելու համար։ Փոփոխությունները ներկայացրել է Վլադիմիր Վարդանյանը։ Գործող օրենսդրությունը չի թույլ տալիս սկսել այս գործընթացը։ Այդ իսկ պատճառով քաղաքացիական պայմանագիրը փոփոխությունների նախագիծ է բերել։ Որ ժամանակավրեպ է, միանշանակ այո համաձայն եմ։ Ընդհանրապես քրիտիկական ենթակառուցվածքները, ել չեմ ուզում ասեմ գույք պարտքի դիմաց, որ հանձնում ենք հատ առ հատ, ձևակերպելով դա որպես օտարերկրյա ներդրում, այն էլ հարցական էր իշխանով օտարերկրյա ներդրում էր։ Այստեղ այո հարցեր կար եւ այդ հարցերը ոչ այնքան ինձ է, այդքան որքան բոլորիս։ Մենք երբ հասկացաք, որ պետություն կա պետության ներսում, այն պահին, երբ որ Սամվել Կարապետյանը Էջմիածնում հայտարարեց, որ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցին պաշտպանելու է իր ձևերով, այդ ժամանակ հասկացաք։ Պետական համակարգում կա մի կառույց, որը պետքա վերահսկի, որքանով արդյունավետ է աշխատում ՀԵՑ-ը եւ այդ պետական կառույցը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Եվ այդ հանձնաժողովը 2023 թվականին, 2024 թվականին զեկույցներ է հրապարակել, որտեղ չի ամրագրվել գետ-մեկ դիտարկում, որը կարող է հանգեցնել լիցենզիայի կասեցմանը, չկա նման բան։ 2025-ի առաջին կիսամյակում Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 6.5 միլիարդ դրամով եւ կազմել 1 տրիլիոն 356 միլիոն դրամ, ինչը 14.2%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին եւ պետական ծառայողներին այս ցուցանիշի համար։ Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ։ Յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար փոխադրման սակագինը կկազմի 9099.354 դրամ։ Օպերատորի սակագինը կազմում է 23533, բաշխման սակագինը 14989.73 դրամ։ Որոշումներն ուժի մեջ կմտնեն սույն թվականի օգոստոսի 1-ից։ Այս մասին հայտնել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Ազգային ժողովը արտահերտ նիստում քննարկում է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղևարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։ Առաջարկում է տուգանք 3000 դրամ տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում, 10000 դրամ չվճարելով օգտվելու դեպքում, 15000 դրամ այլ անձի համար նախատեսված արտոնությունն օգտագործելով վճարելու դեպքում։ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամները ակցիա են իրականացրել ազգային ժողովի առջև։ Ակցիայի մասնակիցները դեմ են տրանսպորտի ուղևճարի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծին։ Ավագանու ընդդիմադիր անդամները խորհրդարան մտնող իշխանական պատգամավորներին հայտնել են, որ քաղաքացիները մինչև փետրվարի 1-ը բարեխղճորեն վճարել են ուղևարձը, թանկացումից հետո օգտվել են իրենց սահմանադրական իրավունքից եւ բոյկոտել, որպեսզի բարձր գնով տոմսի համար 150 դրամ չվճարեն։ Մինչև փետրվարի 1-ը ես էլ դուք էլ գիտենք, որ մարդիկ բարեխղճորեն վճարել են, սակայն այս բան, երբ որ իրենք գիտեն, որ իրավական հիմքեր հետեւյալ բարեփոխման այսպես կոչված թերի։ Ընդդիմը ճիշտ է, որ բարեխղճորեն վճարեն մինչև փետրվարի 1-ը։ Դա գործակարգավարականի ժամանակ նիստերի ժամանակ ասում են։ Ես քվեարկելու եմ, ոնց որ խմբակցությունը որոշում է կայացնել։ Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ Ադրբեջանի քաղաքացիների եւ ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումների եւ առանձնահատուկ դաշնությամբ կանխամտածված սպանության փաստի առթիվ։ Հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։ Բաքվի պնդմամբ ռուս ուժայինները խոշտանգել ու կտանքներ են կիրառել անցած շաբաթվա վերջին Եկատերինբուրգում իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնց հետևանքով Ադրբեջանի 2 քաղաքացի է զոհվել, մի քանիսը ձերբակալվել, ավելի վաղ կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով։
Ներքին գործերի նախարարությունը Բաքվում ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացիների, որոնք կասկածվում են թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ առցանց խարդախության մեջ։ Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը դադարեցնում է ճամփորդելու համար Շենգենյան վիզայի հարցազրույցները։ Այդ նպատակով դիմումները կընդունեն լավարկված նոր ծառայության միջոցով։ Կազմակերպությունը պատասխանատու կլինի դիմումների եւ կից փաստաթղթերի ընդունման համար, որը կփոխանցի դեսպանություն, իսկ վիզա տրամադրելու որոշումը, ինչպես նախկինում, կկայացնի բացառապես դեսպանատունը։ Շենգենյան վիզայի սպասելացանկում արդեն հերթագրվածներին դիվանագիտական ներկայացուցչությունը հորդրում է որևէ բան չձեռնարկել, կապ իրենք կհաստատեն։ Նաև հիշեցնում են փոփոխությունները չեն վերաբերում երկարատև կացության։ Օրինակ, Գերմանիայում ուսանելու կամ ընտանիքի վերամիավորման համար տրվող ազգային վիզաներին։ Դրանց դիմումները շարունակելու է ընդունել դեսպանությունը։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը հիշեցնում է, հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, ուղևորների ցուցակի առկայությամբ։ Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով եւ դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Հսկիչ փաստաթուղթը լրացնում են 6 եւ ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոց։ Տրանսպորտային միջոցները վարձույթով եւ լիզինգով տրամադրելու գործունեության հարկային միջավայրը կբարելավվի։ Խոսքը 2 տարի առաջ ընդունված վարձույթով մեքենաների լիզինգային ընկերությունների հարկային խոչընդոտներին է վերաբերում, որոնք առաջարկվում է վերացնել։ Մենք ընդհանուր առմամբ ավելի ենք հետ գնացել ու բերել ենք այն նախնական վիճակին, այսինքն այդ 1-2 գործակից ընդհանրապես հանել ենք ավելացված արժեքի հարկի մասերով վերադարձել ենք բնականոն ռեժիմ։ Բաբ Կենթունյանի դիտարկմամբ նշված 2 լիզինգի եւ ավտոմեքենաների վարձույթի ոլորտը գործող կարգավորումներով խիստ հարկային սահմանափակումների մեջ է։ Հետևաբար առաջարկվող լրացումներով կլուծվի նշված խնդիրը։ Նախաձեռնությունն ունի 2 հիմնական կարգավորման առարկա։ Առաջինն ավտոմեքենաների վարձույթով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հարկային միջավայրի բարելավումն է։ Երկրորդ կարգավորմամբ լիզինգային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կտրվի առանց լրացուցիչ հարկային կրելու ֆինանսավորել տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործարքները։ Նախագծով առաջարկվում է արդեն օգոստոսի 1-ից վերադառնալ մինչև 23 թվականի դեկտեմբերի 1-ը գործող կանոններին, ըստ որի ավելացված արժեքի հարկի գծով հաշվանցումների ավելի ազատական համակարգ է կիրառվում։ Մեր գնահատմամբ մենք ըստ էության որևէ ոլորտի համար այլևս խնդիր չենք ունենում։ Առաջարկվում է հանել շահութահարկի մարժան։ Նախագծի վերջնական տարբերակում օրենքն ուժի մեջ էր մտնելու հուլիսի 1-ից եւ այժմ այդ ժամկետն առաջարկվում է 1 ամսով հետաձգել։ Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Թրամփը հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ Սա Նեթանյահուի երրորդ այցն է Թրամփի պաշտոնավարման ընթացքում։ Այցը տեղի ունենում ԱՄՆ-ի, Իրանի միջուկային օբյեկտներին հասցրած հարվածներից հետո։ Թրամփը հայտարարել է, որ սպասում է Գազայում հրադադարի 1 շաբաթվա ընթացքում։ Դոնալդ Թրամփն ու Իլոն Մասկը շարունակում են միմյանց քննադատել։ Մասկը սպառնում է նոր կուսակցություն ստեղծել ընդդեմ դաշնային ծախսերի կրճատման օրինագծի, որը Թրամփը սատարում է։ Թրամփն էլ քննադատում է Մասկի ստացած սուբսիդիաները եւ դեմ է էլեկտրական մեքենաների արտադրությանը, նշելով, որ այդ աջակցության բացակայությամբ Մասկի բիզնեսը կարող էր փակվել։ Ունենք 200 հեկտար բերքատու ծիրանի այգի, ստացել ենք շուրջ հեկտարի հաշվով 20 տոննա բերք, որը առատ բերք է։ Նախորդ տարվա կարգտահարությունից հետո բնությունը շռայլ գտնվեց, սակայն իրացման խնդիրը խանգարում է վերջնական արդյունքի հասնել։ Մենակ ճանապարհի հարցերը լուծվի, դե միակ մեր ճանապարհը Լարսենը, որը հիմա շատ պիկ վիճակ է։ Բերքից ինչ խոս դժգոհություն չունենք, առատա, լավա, փառք Աստծո կարգտահարություն չի եղել անցյալ տարվա նման, պարզապես սպառման հարցն ենք մի փոքր դժվարանում, կուզենք, որ սպառումը լինի ավելի հեշտ։ Ինչ առումով հեշտ, այսինքն, որ մենք չունենանք դժվարություններ։ Բերքի սպառման հարցում օգնության են հասել վրացահայերը, իսկ Շենավանը հայտնի է Ծիրանի ամենալավ տեսակներով։ Ամենօրյա աշխատանքով են վրացահայերը մեծ ակտիվությամբ մասնակցում են մեր առևտուրին, մեծ քանակի 50%-ը կարելի ասել վրացահայերն են իրացնում։ Հենց հիմա մենք մեր բերքը տալիս ենք իրենց, ինչի համար իրենց շնորհակալ ենք։
Մանկավարժ Տիկին Էլիզան մեծ ոգևորությամբ է մասնակցում Ծիրանի բերքահավաքին, նաև գյուղի զարգացման մասին խոսելու առիթը բաց չի թողնում։ Տեսնում ենք, որ գյուղը բավականին սկսում է ակտիվանալ, աշխուժանալ, Մեծամոր համայնքի ղեկավար պարոն Վարամ Խաչատրյանին Շենավանի փոքրիկների համար մանկապարտեզ կառուցելու համար, ինչը երազանք էր մեր երեխաների համար, ջրագծերը փոխելու համար, ճանապարհները լուսավորելու համար։ Շենավան պատական անուն ընտրված չէ, Շենավան է։ Ծիրանի 100%-ով կարգտահարվելուց հետո էլ հողի հարկերը ամբողջությամբ վճարվել են, նշում է վարչական ղեկավար Վարդգեզ Ալեքյանը։ Անցած տարի 100%-անոց գյուղը կարգտահարվել է, բայց մենք բնակիչների կողմից վճարելու խնդիր չենք ունեցել, որ տեսնում են համայնքում ինչ ներդրումներ է կատարվում, ունեցել են 22 թվին հիմնովին ջրագծի վերանորոգում, 23 թվին բոլոր գազաֆիկացում, 24 թվից էլ սկսել ենք մանկապարտեզի վերանորոգումը, որ կազմում է շուրջ 270 միլիոն դրամ, 30%-ը համայնքը իր կողմից է իրականացնում գումարը, մոտ 82 միլիոն դրամ, մնացածը պետական կառավարությունը։ Կարապետ եւ Հովհաննես եղբայրները 5 տարի առաջ են Ռուսաստանից հայրենի գյուղ վերադարձել, որտեղ Ծիրանի գործով կարելի է մեծ հաջողության հասնել։ Որոշել են մրգային, այդ թվում Ծիրանի օղի գործարան հիմնել եւ զբոսաշրջության հիմքեր ստեղծել։ Դեպքեր ա լինում, որ քո հասած Ծիրանը դու չես կարող յուրացնել։ Դրանից հետո որոշեցինք մենք երկու աղբերով ենք, ունենք բավականին հողեր, Խաղողի այգիներ, Ծիրանի այգիներ, Դամբուլի, Գիլասի ու շուտով բոլոր տեսականիները անձամբ մեր այգիներից կլինի օղու արտադրությունը։ Մեր հայրենիքն է, 20 տարի Ռուսաստանում ենք եղել, ես չէ որ ասենք այնտեղ վատ է, մենք ունենք մեր բիզնեսը այնտեղ, բայց եղել ուրիշ բիզնես է, մրգային օղի ենք արտադրում։ Ինչպես Հովհաննիսյանների, այնպես էլ բոլոր շենավանցիների միակ խնդիրը Ծիրանի արտահանումն է։ Հիմա ճանապարհներն է մեզի խանգարում, հիմա այսքան բերք ենք բան արում, մենք էս դաժե մեր այգի բերքը մենք ենք տանում։ Սեղավ արդեն 10 տարի։ Հունիսյան ուժեղ քամին արմավիրում վնասներ է հասցրել Սա Բաղրամյան փողոցում այ քարեշինության տանիքի թիթեղի հատվածը քամին պոկել ու շպրտել է։ Բարեբախտաբար ուժասներ չկան։ Փրկարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության եւ Արմավիրի Ըշեջ փրկարարական ջոկատի փրկարարները 2 ժամից ավելի հատուկ էլեկտրական սղոցով մասնատել են պոկված թիթեղներն ու տեղափոխել անվտանգ վայր։ Ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները լայվ։ Տեղում է նաեւ Արմավիրի քաղաքապետը եւ բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները։ Քամին պոկել է նաև Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի հատվածը։ Այստեղ վնասներն ավելի մեծ են։ Շենքի տարածքում կայանված 7 մեքենա է վնասվել, էլեկտրական լարեր են կտրվել, ծառեր կոտրվել։ Ամբողջ շիֆերները պոկվել ու թափվել են ներքև, այդ մասին տեղեկացել ենք արդեն, վնասվել էին մի քանի մոտ 7 տրանսպորտային միջոց։ Փրկարարության Արմավիրի Ըշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ու նաև Արմավիրի մարզային փրկարարական վարչության ծառայողներն են ժամանել։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Արմավիրում նաև կարկուտ է տեղացել։ Մարզպետի ու Արմավիրի քաղաքապետի հանձնարարականով տեղական կառույցների ներկայացուցիչները պարզում են վնասների չափերը։ Բայց մինչև չափը ճշտելը թիվ 1 խնդիրը հրատապ կարգով տանիքը կարգի բերելն է։ Հակառակ դեպքում անձրևները եթե եկան, այս շենքը կարելի է դառնա, ասել կդառնա վթարային։ Հունիսի 30-ին Զովունի վարչական տարածքում բախվել են բեռնատար գազելն ու ՎԱԶ-2107-ը։ Բախման հետևանքով բեռնատար գազելը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրին տեղադրված 2 բետոնե պաշտպանիչ հենասյուներին, որոնցից մեկը շրջել է ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ 4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները։ Տեղում էին նաև ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։
այս հատվածում հաճախակ են ճանապարհատրանսպորտային պատահարներ լինում ու ամեն անգամ երբ վթար է լինում, ավտոմեքենաներից մեկը հայտնվում է այս վիճակում, ներկա այդ բեռնատար գազելի վիճակում։ Դարձյալ հունիսի 30-ին Արզական բնակավայրի վարչական տարածքում ճակատի բախվել են 2 Opel Astra, 6 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Չարենցավանի հիվանդանոցի շտապ օգնության բժիշկներն ու Փրկարարծարայության Չարենցավանի շրջփրկարարական ջոկատի փրկարարները տեղափոխվել են Չարենցավան բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Մեկ հոգի, մեկ ավտոմեքենայի մեջ է եղել, 5 հոգի մեկ այլ ավտոմեքենայի մեջ է եղել։ Հունիսի 29-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում բախվել են 28-ամյա Բաբկենի Բազ 2104-ը եւ 40-ամյա Կարոյի Հյունդային։ Բախման հետևանքով 04-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց հայտնվել մայթին։ 3 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն։ Ժամանել են Փրկարարծարայության Վայքի շրջփրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։